առաջին բանը, որ կուզենայի ասել, որ հնարավորինս լայն իրազեկում տեղի ունենա, որովհետև կարևոր է նաև ոչ միայն պարզա, որ տեղի բնակիչները տեղում կարող են իմանալ, բայց նաև շատ լավ առիթ է, որ մենք լայն իրազեկենք, որպեսզի օրինակ են մարդիկ, որ ոչ մի անգամ չեն եղել Կապանում, առիթը օգտագործեն, նրանք ովքեր ուզում են օդանավով գնալ Կապան, օդանավով գնալու առիթը օգտագործեն եւ գնան ժամանակ անցկացնեն։ Նույնն էլ ովքեր չեն եղել Գյումրիում, ովքեր չեն եղել Իջևանում, ովքեր չեն եղել Վանաձորում, եւ մենք այս նրբությանը պետք է ուշադրություն դարձնենք։ Մեր հանրապետությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Երևանում եւ Երևանի դեպի Երևան բերող բնակավայրերի մերձ ճանապարհային հատվածներից բացի չեն եղել բազմաթիվ վայրերում։ Այս շատ կարևոր նրբություն է, որը իդեպ կապ ունի նաեւ պետության եւ պետության ընկալման հետ, որը կապ ունի իրական Հայաստանի գաղափարախոսության հետ, որտեվ եթե իր երկիրը մարդը իրականում չի տեսել, այդ զգացողության շատ կարևոր փոփոխություն է եւ մենք պետք է խրախուսենք, որպեսզի եւ առիթները նաեւ դրա համար են ստեղծվում, որպեսզի մարդիկ ուղղակի լրացուցիչ խթան տան, որ ասեն գուցե այսօր գնանք Կապան, գուցե այսօր գնանք նաև նկատի ունենալով, որ անդադ խոսվում է Կապանի ճանապարհ եւ այլն, թե ինչ սարսափազդու պայմաններում են ապրում մի շարք բնակավայրերի բնակիչներ, մարդիկ թող գնան տեսնեն ոնց են ապրում, ի վերջո սարսափազդու է, թե սարսափազդու չի, գնան Իջևան խոշորացված բնակավայրում համերգից առաջ կամ հետո գնան Կիրանց, գնան տեսնեն մարդիկ ինչ սարսափազդու պայմաններում են ապրում, այնտեղ սարսափազդու է, թե սարսափազդու չի։ Վանաձոր, Գյումրի եւ այդպես շարունակ, այսինքն սա շատ կարեւոր է պետության զգացողություն ունենալու համար։ Հենց էսա ես անդադ այդ ֆենոմենը ինձ համար շատ կարեւոր է, ինչ ենք մենք անդադ երազում Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող տեղերի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չենք տեսել, մենք չգիտենք Հայաստանի Հանրապետությունը ինչ է։ Իսկ իմիջայլոց մեր հեռուստատեսության բանով Հայաստանի Հանրապետությունը ցույց չեն տալիս։ Ոչ է մեր գրքերում է գրած Հայաստանի Հանրապետության համար։ Մենք Հայաստանի Հանրապետությունը ցույց չենք տալիս, որովհետև ինչ կա ցույց տալու այնտեղ ընդհանրապես։ Մենք ցույց ենք տալիս, այո, մեր պատմության մեր ընկալումները, որը բայց Հայաստանի Հանրապետությունը, որ այստեղ այդ նախորդ անգամ Վեդի ջրամբարի թեմայով անդրադարձանք եւ հույս ունեմ այդ նախագիծը ուժի մեջ չէ։ Մենք չենք նկատում։ Օրինակ մեր հեռուստատեսային կոնտենտը Հայաստանի Հանրապետությունը ցույց չի տալիս։ Ցույց է տալիս ինչ ասես, բայց Հայաստանի Հանրապետությունը ցույց չի տալիս։ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, թե եւ դա նորմալ է, հանրային քննարկում է, ինչ խնդիրներ կան, ով ում վրա գոռաց, ով ինչ արեց եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետությունը որտեղ տեղ ինքը չկա մեր բաներում։ Մեր կոնտենտում չկա։ Մեր կոնտենտում ավելի շատ կա Վանը, ավելի շատ կա Մուշը, ավելի շատ կա ու այդպես, քան Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ ով է հեռուստատեսության վերջին անգամ ինչ որ ռեպորտաժ տեսել Իջևանի մասին կամ Վանաձորի, ուղղակի Վանաձորի մասին, ոչ թե նրա համար թե ով ինչ, որտեղից ինչ քրեական գործ հարուցվեց, ով ինչ էր տարել, ով ինչ էր գողացել, ու ինչ վերադարձրինք, ինչ, ուղղակի որ կա տենց մի հատ քաղաք, Վանաձոր, որտեղ ապրում են մարդիկ։ Չկա տենց բան մեր իրականում, ոչ մեկի մտքով չի անցնում, որ Վանաձորը մի քաղաք է, բնակավայր է, որը ինքը իրենով տեղ է, որտեղ մարդիկ ապրում են։ Այնտեղ հարսանիքներ են լինում, ծնունդներ են լինում, երեխեքը խաղում են, չկա կամ այս հատվածը լցված է լրիվ ուրիշ բաներով։ Որտեղ մենք զարմանում ենք, ինչ են մարդիկ տենց մտածում։ Կամ Կապան անունը մարդը ո՞նց է լսում Հայաստանի Հանրապետությունում։ Գորիս Կապան ճանապարհը կամայական բանով եւ այլն,
Ու մենք ես նկատի ունեմ, այս որ ասում ենք խնդիրները, մենք պատճառների մեջ չենք խորանում։ Դա մեր նաև բանն է։ Ես օրինակ հաճախ բան եմ անում, նայում եմ մեր հեռուստատեսությունը եւ այլն, այդ կոնտենտը, որ մենք բանը արվում, մեր իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ոչ մի կապ չունի։ Ընդ որում ես զարմանում եմ, պարզա որ մենք նաև խորհրդային Հայաստանում շատ բարձրորակ կինո կոնտենտ ենք բանարել, գեներացրել։ Բայց պարզա նաև որ կինո կոնտենտ ենք գեներացրել, սենց հետևողականորեն, սենց անընդհատ ցույց ենք տալիս։ Այնտեղ ինչ որ հայերենով են խոսում, որ լսում ես չես հասկանում, այդ ինչ լեզվի աշխատանք է ինչ ձևա, որ հայերեն բառը տենց է արտասանվում։ Սենց հետևողական անհեթեթ ինչ որ բաներ, սյուժեներ, անհեթեթ ինչ որ տրամաբանություններ, եւ ստեղ ես հիմա բան եմ անում, վերադառնում եմ այն գաղափարին, որ ես 2019 թվականին ես մտածում եմ, որ ոչ թե պետք է լինի ԿԳՄՍ նախարարություն, այլ պետք է լինի Հայաստանի Հանրապետության բովանդակության նախարարությունում, որովհետև շատ ինչ որ տենց շատ բան գաղափարեր գործընկերներն ասում են դե լավ դե տենց բայց մենք բովանդակությունով զբաղվող չունենք, մենք չենք զբաղվում մեր բովանդակությունով, ժողովուրդ ջան։ Մենք սպառող ենք ուրիշների մեր առաջ դրած բովանդակության։ Էական չի ով այդ ուրիշը։ Մենք մեր սեփական բովանդակությունը մեր մասին չենք ստեղծում։ Մենք բովանդակության սպառող ենք։ Այդ օրենք հələ չի գնացել, չէ՞, ազգային ժողով։ Կարող է մի հատ էլ վերադառնանք տիկի։ Հա չենք քննարկել, չէ՞։ Կարող է մի հատ էլ վերադառնանք այս թեմային տիկին Անդրեասյան։ Ինչ եք կարծում։ Ոնց է հնչում օրինակ Հայաստանի Հանրապետության բովանդակության նախարարություն։ Չի ինչու։ Առնվազն ավելի նույն դեմքի նույն արտահայտությունները ինչ որ 2018 եւ 19 հասկացա, չենք անում։ Իսկ կլինի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ բովանդակության նախարար։ Լավ եկեք չծանրացնենք։ Հանձնվում եմ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։